Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Մինքինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման եւ արդյունավետ համակարգման շուրջ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը հակադարձել է այն տեսակետին, թե Սփյուռքի ուժեղացումն ինքնաբերաբար նշանակում է նաև Հայաստանի հզորացում։ Որքան ուժեղ է Սփյուռքը, այնքան ուժեղ է Հայաստանը, միֆը պետք է կոտրել, նշել է նա։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը նախագահ Վահագն Խաչատրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Մոսկվայում ադրբեջանական համայնքը գլխավորող Բախտիար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նա միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ որոշ ժամանակ գտնվում էր կալանքի տակ, տեղափոխվել է օդանավակայան եւ արտաքսվել։ Կրիստիանո Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը բացահայտել են իրենց հարսանիքի մանրամասները ներկայացնելով նաեւ արարողության առաջին լուսանկարները։ Զույգը Պորտուգալիայի Կասկայ քաղաքում ամուսնացել է քաղաքացիական արարողությամբ, այն կազմակերպելով իրենց տան հյուրասենյակում ընտանիքի անդամների շատ նեղ շրջանակում։